միակ հայ կինը հայոց ցեղասպանության սև ցուցակներում։ 1915 թվականի ապրիլի 24-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալեց մի շարք հայ մտավորականների։ Այդ հայ մտավորականների սև ցուցակում կար մեկ կնոջ անուն՝ Զապել Եսայան։ Զապել Եսայանը իր ժամանակների ամենակրթված կանանցից մեկն էր, ավարտել էր Ֆրանսիայի Սորբոնի համալսարանը և վերադարձել էր պոլիս։ 1909-ի Ադանայի ջարդերի ժամանակ նա գնաց աղետի վայր և տեղում գրեց իր ավերակներու մեջ ցնցող գիրքը, աշխարհին ցույց տալով թուրքական բարբարոսությունները։ Հենց սա էլ պատճառ դարձավ, որ թուրքական իշխանությունները նրան դիտարկեն որպես ամենավտանգավոր դեմքերից մեկը։ Ապրիլի 24-ի գիշերը Զապել Եսայանը կարողացավ խուսափել թուրքական ոստիկանության ձերբակալություններից։ Նա ծպտված փախչեց Բուլղարիա։ Նա դարձավ առաջիններից մեկը, ով խոսեց հայոց ցեղասպանության մասին։